Բարև ձեզ, նախ շնորհակալություն եւ երկրորդ այո մեր բանակի կայացման կազմավորման տարեդարձն է այսօր չգիտեմ ես հնարավորինս իմ ձևով պատշաճ եմ դիմավորել մի քանի տեղ միջոցառումների եմ ներկա եղել Եռաբլուրը առաջինն է եղել այցելել ենք տղաներին մեր մեծերին Խոնարհումս ամբողջ Եռաբլուրին, խոնարհումս իրենց հարազատներին, բարեկամներին, ընկերներին, մի խոսքով, մի քիչ դաժան էր, որովհետև կառավարական այն շունչ չտեսա ես այսօր համենայն դեպս, այսօր պիտի լիներ այդ շունչը, չգիտեմ, մի տեսակ չտեսա, ոնց որ Հայաստանը բաժան է լինում, ես ինչ անում Եկեղեցականներին եմ մենակ ընդեղ տեսել, տենց վեհափարներ եկել, երեք կառավարություններ եկել, մի խոսքով չհասկացանք, թե ես ինչ կատարվեց, ասենք հունվարի 27-ը խոսքի ասենք ինչ կապ ուներ զոհվածների օր սարքելու ու տենց բան անելու համար, էլի, մենք միշտ գնում ենք, էլի, շաբաթը մեկ ամիսը մի երկու անգամ գնում ենք, թեթխի հետ որոշեցին մի 10-20 օր առաջ, որ պետք է այդ օրը լի, որ բանակի օրը այդտեղ մի քիչ փոքրանա, թե ավելի մեծանա չհասկացանք, ամենայն դեպս ես որպես անհատ, նաև որպես կազմակերպության ղեկավար, մի քիչ իմ հոգու խորքում նեղվեցի, վատ զգացի Բայց բանակը ինչքան էլ փոքր, ինչքան էլ չգիտեմ կրճատված, ինչքան էլ չգիտեմ զենքերի կորուստ ունեցած պատերազմական, չգիտեմ այդ դաժան վախտերով, բանակը պիտի ծառայի որպես պետության երաշխիք, անկախության երաշխիք, շատ կարևոր է որ ունենք բանակ, մի քիչ ես չեմ կարող ասեմ բանակն ինչքան է ուժեղ, բայց պիտի որ ուժեղ լինի, դե թվեր են ասում ծախսել ենք, այդ թվերը եթե ծախսած լինեն, պիտի պարտադիր ուժեղ լինի, տենց, չգիտեմ, Մարիամ ջան, ինչքան ասեմ, խորհուրդը, լավ խորհուրդ է, տոնական խորհուրդ է, ուժեղանալու խորհուրդ է, բայց նենց ենքան էլ շատ չենք զգում, որովհետև տենց անկախ ամեն ինչից կառավարությունը մեզ պիտի ամեն տեղ տանի, դե եթե մեր դեմից չի էլի մի անգամ ևս եթե մեր դեմից չի, նենց մի քիչ ծանր ենք էլի տանում, ինչ ասեմ Այսօր այո, դուք նշեցիք, որ իրենք Եռաբլուր չէին գնացել ու երեկվա օրը նահատակների հիշատակման օր հռչակեցին ու գիտեք, իրենք այսօր Նիկոլ Փաշինյանը գրառում էր արեշտ, անավարելով բանակի տոնը, որտեղ ինքը ասում է, դե նորից իր ձևով հապկին մեղադրեց, ասաց, որ Պրահայում երբ իրենք Արցախը ստերության կարճ առաջեցին Ադրբեջանի կազմում, այդ ժամանակ հենց կարողացան իրենք այլևս վերականգնել Հայաստանի սուվերեն տարածքները, պաշտպանել հայրենիքի սահմանները եւ ասում է այսօրվա մեր բանակը տեր է եւ պաշտպանունակությունը բարձրացնում ենք մեր 29743 քառակուսի կիլոմետրի համար, խնդրեմ Դե գիտեք ինչ կա, Նիկոլ Փաշինյանը կասի, Նիկոլ Փաշինյանի լեզվի տակին հոգուս չկա, բայց փաստեր կան, ասենք, այդ ով է մետր վեկալում այդ 29700 քանի մետր եք ասում, ով է տես մետր վեկալում չափում, կամ այդ ինչ բան կա, որ տենց ճշգրիտ չափենք, փաստը մնում է փաստ, որ դիրքեր կա, որ հիմա իրանք մի քանի անգամ ասել են, որ այս դիրքով անցնում են, գնում են այն մի դիրքը, մեր տղաները թուրքի դիրքով անցնում են, գնում են մեր դիրքը, ընդ ով գալի, հա հերքեցին, որ թուրքերը մեզ չեն ստուգում, բայց ինչ կապ ունի, մա ստուգեն, չստուգեն, եթե նրանց դիրքով են անցնում, մենք այդպես դիրք չենք ունեցել, մենք այդպես ոչ մի բան չենք ունեցել, հիմա ընդ կրճատված, ջերմուկում մնաց մի քիչ անմխիթար, ես իմ Վարդենիսում տեղեր կա էլի, հիմա Ղափանի կողմերը տեղեր կա, այստենց կոնկրետ չգիտեմ, բաներ կա,
այն որը որ իմ պոզիցիան չի շատ չեմ խորանում, բայց լրատվությունից ամեն տեղից կա որ ասում ենք մեր սուվերեն տարածքը, հա, էլի մեր սուվերեն տարածքը, բայց մեր սուվերեն տարածքի վրա ասենք, եթե բարձր կետերի վրա իրանք են նստած, ինչ, եթե միտեղ ասենք սարը ձունը դրածա մեզ պետք չի, այդ մերը չի, այդ ուրիշ բան, հասկանալի է, եթե ձունը դրած սարը մերին չի նա պետք է խոսքի, կամ ասենք սև ջրերը խոսքի, պատկերացնեք ջուր ու սև, հա բանամերին չի նա պետք է, դրանք ուրիշ խնդիր է, բայց ինչ մնաց տենց մետր վերցրել են չափելու այդ տարածքը մերն ու մերը, աստվածտա գոնե այսքանը մերը մնա, աստվածտա, այս ինչ կա, չգիտեմ ինչքան են պակասացրել, ինչքան չգիտեմ ինչ, գոնե մնա, գոնե այնքան բանակ ունենք, որ մնա, այո, բանակն է, օրինական բանակն է մեր պետության երաշխավորը, գլխավոր երաշխավորը, թողեսի շկա մնա, բայց բարձրունքների բանի խնդիրը ես դե ստրատեգ չեմ, թե կարողանամ ինչ-որ բան ասեմ, ասենք այդ թեմայով, ես զինվորական մարդ չեմ էլի, որ դրանց ասենք բանը կարողանամ ճշգրիտ ձևով բացատրել։ Սասուն Միքայելյանն էր այսօր Եռաբլուրում, որտեղից ինքը ասում է, որ 20 տարի որ այդ զենքերը առնում էր Ադրբեջանը, բա մեր գլխին պետք է թափվեր։ Երբ որ Ալիևը ասում է, որ միայն այս պատերազմի հետևանքով 6 միլիարդից ավել զենք է կարողացել ինքը վերցնել մեզանից, դե պատկերացրեք նաև քանի միլիարդի մենք զենք ենք ունեցել, որոնք կիրառել ենք պատերազմի ժամանակ, մոտավորապես 20 միլիարդի հասնող, ու այս Սասուն Միքայելյանի պահվածքը հիմա էլ ասում է չբզբզան, ինչ ունեք ասելու։ Դե գիտեք ինչ, ես որպես հասարակական դիրքի, նաև երկրապահն եմ մեր հասարակական դիրքի, եկեք ես իմ գնահատականները տենց չտամ, որտեղ ընդ մենք շատ ընկերներ ունենք։ Իհարկե, եթե մի 6-7 միլիարդի մենք ենք զենք տվել, մենք ինչ ենք փաստորեն կրակել, հա, լավ էլ կրակել ենք, այդ կրակոցները ես առաջի դիրքում հենց տեսել եմ, գիշեր ցերեկ բանում հորաթաղի մեր արտիլերիան գիշեր ցերեկ չի դադարել, դժողքի ձոր կոչված այդ Բերձորի սարի մեր կրակոցները, որտեղ որ ես եմ եղել որպես բազան մենք ենք եղել, իմ աչքի առաջն գիշեր ցերեկ չի դադարել կրակել են, դե մա եթե այդքանը չեն հաշվում, ես ինչ ասեմ, բզբզալը որն է, այսինքն բզբզալը ես չեմ հասկանում, չբզբզանք ինչ առումով, չասենք, որ թուրքեր խելոք մնացեք, թե չասենք աղբեր ինչքան վեկալել եք հալալի, թե չբզբզանք, որ էլի չգան բան ուզեն, այդ մոմենտը չեմ հասկանում, կամ հասկանում եմ, չգիտեմ, ուրիշ ձևի եմ պատկերացնում, զենք տեսած մարդը պետք է դիմացինի հետ այդ ձևով չխոսի, զենք տեսած մարդը պետք է դիմացինն ասի, այ, ականջներդ կկտրեմ չոբանի շուն կսարքեմ, արա, դու ես ինչ ձևով ես խոսում ես ազգի հետ, ես ժողովուրդ հետ, ես հազարամյակներից եկած ժողովուրդ ենք, 100 տարվա ժողովուրդ չկա կանուն եք վեկալել, տարածք եք վեկալել են, ձեզ նվիրել ծել փալասության պատճառով, այսօր եկել եք գլխներից նստելու ապուշ խոսում եք, նա պետք է տենց պատասխանել, չգիտեմ, խիչի տենց պատասխանել, բայց բզբզալ, այսինքն չբզբզանք ինչ ասեն սուսանեք, ձեններս կտրենք, ես չեմ կարող ես չեմ կարող իմ ձենը կտրեմ, թուրքի առաջ իմ ձենը կտրեմ ինչ անեմ, լավ բան չի ասել, եթե ճիշտ եմ հասկանում, լավ բան չի ասել։ Ու այս իրականությունը, հա, որ մեր թոշակառուներից շատերը եւ ոչ միայն այս ծանր վիճակում են աղքատությամբ խայտարակ շեմա, բայց իրենց պարգևավճարներ են միլիոնների դուրս գրում, անունը դնում, լավ ենք սովորել, պետք է լավ փող ստանանք, բա մենք պետություն ենք ներկայացնում, պետք է լավ հագնվենք, խնդրեմ։ Դե ախր դա ասելու բան չկա, Մարիամ ջան, մի քանի անգամ ստեղից ասել են։ Մարդիկ են վաղ գոռում էին թոշակները պետք է բարձրացնենք։ Հիմա էլ եկել են ասում են բարձրացնենք 10-20 մետ, ինչ պետք է անենք խոսքի, ձեր ինչին է պետք, ինչի վրա պետք է ծառայի 10-20 մանեթը։ Այո, ճիշտ եք ասում, մեկն էլ ասում է, բա ղեկավարներ ենք, բա պետք է մենք ապրենք։ Երեք վարչապետի խոսքը ասում է մեկն ասում է տուն չունեմ, հա տուն ունեցի ասում է, կարող է մեղավորը որ մենք ենք որ տուն չունենք, հա իրոք իրանք չեն մեղավորը, իմ տուն չունենալու մեջ, բայց դա պատասխանի ձև չի,
Բայց դա պատասխանի ձև չի, պետք է հովիվը իր ոչխարների համար մտածի, եթե նա նորմալ հովիվ է։ Բայց որ ոչխարն էլ չգիտես ինչ, այդ դրա համար այսօրը սենց ենք լինում։ Դրա համար այսօրը սենց ենք լինում։ Այն մի հատ առակը ասում է այծերը գնում են գելի մոտ, գելերի մոտ ասում է մեզ փրկեք էլի, ասում է հարց չկա, դուք եկեք, ինչքան ուզում եք արածեք, ապրեցեք, դեսարեք, դենարեք, ձեր մալ լավ կլի։ Մի քիչ տենց գնում են արածում էրա, գնում են հետա շուխուր մուխուր անում, էծեր ջան, լավ է, գնում են կարածում, գելերը մեզ բան չեն անում։ Օրերից մի օր ես գելերը նորից նրանց հավաքվում են, ասում է գնացեք ձեր այդ հովիվներին ու ձեր այդ հովիշներին, ասացեք ռադել եք, դուք մեզ պետք չեք էլի, այծերը գելերը մեզ լավ էլ պահում են։ Այդ էլ գնում են այդ չոբաններին ու այդ շներին ռադ են անում էծերը, գալիս են սկսում ավելի մեծ տարածքներում ավելի սենց ազատ պատտմ իրանց կայֆերով, հենց չաղանում են, սիրունանում են, դնում են մի 10 օրում լրիվ գելերը, դե արդեն պարզել, չասեմ, դա առակ էր, հա, հիմա սենց է, ժողովուրդ ջան, Թուրքին վստահել չի կարելի, իմ անձամբ իմ պապերը կռվել են Թուրքի հետ, որոշ չափով ինձ բախտավիճակվել, ես իմ գործնեությունը անեմ Թուրքի հետ, մեր երեխեքն էլ անելու են, թե չէ մենք այս հողի վրա չենք ապրելու։ Ես ոչ վախացնում եմ, ոչ էլ մի բան, որովհետև նայեք Հյուսային Կովկասը մուսուլմաններ, Թուրքիան ընդեղ, Բաքուն ընդեղ, մի խոսքով դե մի քիչ բան ենք ես ոսկոր ենք կոկորտի մեջ, մեզ Իրանը մի քիչ պաձաշկական է, որովհետև այդ լրիվը թշնամի են Իրանի հետ, ու ագիտացիա չեմ անում, քաղաքականություն տալկած չեմ անում, Իրանին հանած մնացածը կուզեն մեզ ստեղ կուլ տան, ու այս հնություններ, որ կա ստեղ, որ ապացուցվում է, որ ստեղ հազարամյակներ շարունակ ապրել են հայերը, դրանք իսպար վերացնեն, քոքից հանեն, որպեսզի իրանց ասենք սրանց մի 100 տարվա մեկ էլ է Թուրքստոնը մի 750-800 տարվա պատմությունը կարողանան այստեղ ասենք բան անեն տեղադրեն ու վերջելի իրանց երգիրը մեծացնեն ուժեղացնեն այն անեկդոտը կա հա որ ասում է մի հատ թուրքերը Կասպից ծովի տակին ադրբեջանցիները մի հատ ալյումինի վեդրո են գտնում բանման տանը թանգարաններով բան աշխարհով ցույց տալու որ թուրքի հնություններ դեզդեն տեսեք ինչեր ունենք բերեք գիտնականներին հավաքում են լավ այդ գիտնականների մեջ մեկը լինում է հայ մեկ էլ տան մեծ վեդրոյի տակը գրած Երևանի կանազի գործարան հա հիմա էսա այդ մարդկերանց պատմությունը էտա այդ մարդկերանց պատմությունը դու մենք ինչ ասենք թոշակներն էլա շատ վատ թանկացումներն էլ շատ վատ, դուք պատկերացրեք դեղերի թանկացում, ուրիշ բան չեմ ասում։ Ասենք ես էլ եմ դրա մեջ մտնում, դեղեր, օրեկան 6-7 կոճակ դեղ եմ խմում։ Դե հաշվեք այդքան դեղի փողը, մի քիչ էլ տանը կլի, մի քիչ էլ երեխեք կմրսեն, դեղ կմրսեն։ Դե հաշվեք այդքան դեղի փողը, ուտելիք չեմ ասում։ Հաշվեք, դուք կառավարողներն եք, շատ ճիշտ եք անում, դուք պետք է լավ ապրեք, ավելի շատ լավ ապրեք, հարցը դա չի։ Բայց ձեր լավ ապրելուց գոնե ասեք, որ մենք լավ ապրենք, դուք ջհանդամ, այդ վերջի բառն էլ հետն ասեցեք։ Թե չեն դե սոված շներկա կողքները պտտվող, ասում են ճիշտ են ասում, լավ ենք ապրում։ Սոված զկրտալով պտտում են, ասում են լավ ենք ապրում։ Եվ եկեղեցու դնեսարշավը իրականացնում են, տեսակ մասացյոտնի թեմի այլևս նախկին առաջնորդ Արապի, Գևորգ Սրբազանը, այլևս Արման են, խնդրեմ։ Կան, ես դրանց շատ չեմ մոտիկանում, իհարկե շատ տհաճ է, ես միշտ ասել եմ, հիմա նայեք, լիքը տեղեր կա, որ ռևիզիան նստած էլ այդ մարդիկ սխալ են անում, էլ այդ մարդիկ յուրացում են անում, էլ այդ մարդիկ ոչ ճիշտ աշխատանք են անում, ինչ-որ մի բան ավել տանեն իրանց տուն, թե իրանց տուն, թե սիրածանց տուն, թե մի հատ հարևանի տուն, դա կապ չունի, այնքան որ այդպես մի բան տանում են։ Այսինքն եկեղեցուն հազարամյակներ շարունակ այտենց ինչ-որ մի հատ վերստուգիչ, ինչ-որ մի հատ հանձնաժողով բան չի եղել։ Ես կողմ եմ, ես սրանց վախտով չէ, սրանց շատ ծնված չեն լել, որ ես դա տեսել եմ։ Կարելի է եկեղեցու հետ կապված նստել, մի հատ լավ հանձնաժողով սարքել, ինչ-որ թերություններ կլի, դես կլի, դեն կլի, մի քիչ էլ հասարակությանը հարց ու փորձ անեն, դեսա դենա, ինչ-որ շտկումներ, ուղղումներ անեն։ Դա
ճիշտ կլին էր։ Այս ամեն ինչը շատ տհաճ էր ու սխալ էր։ Ես այսօր շատ վատ եմ զգում դրա համար, իմ համար, երևի շուտ ձեզ էլ կհանդիպի բանում, այդ լրատվության մեջ, գիտեք ինչ եմ տենում, Վազգեն Սարգսյանի գերեզմանի դեմն եմ հասնում, տենում եմ այն մի հատ պրոշները բոդի եք ասում բոդի արած, այն որ վզին նակոլկա արած, սխալ եմ ասում ծիծաղում է, այդ բոդ ինչ է կա, բոդեքսա, բոդիա է, շատ գիտեմ այդ անունները, հա, դրած ընդեղ մոր հետ իրեք ծաղիկ ձերներին, էլ չկարացի դիմանամ, արդեն գորացի, հիմնա կարող է սխալ եմ արել, չգիտեմ, գորացի եթե սխալ եմ արել, ինչ որ մարդիկ ընդունում են, որ եռաբլուրում բդի ձենը չկցեի, ես դրա համար իմ ներողությունը խնդրում եմ, բայց այդ բոդեքս արածը, ինչ գործ ուներ ընդեղ ժողովուրդ է սորվարու, հիմա ես չեմ ու դու եք, դուք չէիք չղայնանա, որ ճանաչեիք, մի հատ կին էլ կա հետը երևի մոր մերն է, ասմա իրա պապը հերոս է եղել, եկելա, որ բան դնի, ծաղիկ դնի պապի վրա, Արաշան տղի կնիկ, էտի մի 40 տարեկան եկա, չգիտեմ էտ ինչա, դրա պապը պտի լիմի 120 տարեկան, արա, նա ինչ գործ ունի մեր ես կրվի հետ, եռաբլուրի հետ, որ եկել եք տեղ բանեք մանգալի, գերեզման, մեկ էլ տեղից պտտվեցին գնացին մի տեղ, մեկ էլ տեսա ներքևն ատն ձեներ ագալի չուզեցի բանանեմ, մեկ էլ տեսա ընդեղից եկան մի ուրիշ տեղ գնացին մի զորով թե ծաղիկներն ում վրա դրեցին, չգիտեմ, Էնում գերեզմանը վրա նրանք թողինձներ են, որտեղ տենց մի տեղ գցել են եկել, մեկ էլ Մոնթեի գերեզմանն էի մաքրում, տեսա, չէ, Մոնթեի չէ, աղբյուր Սերոպի, մեկ էլ եկան ըտե դեմս դուս եկան, ըտեղ էլ չկարած, ըտեղ էլ ասեց, հաջող, գնացեք ստեի, հիմա ու տենց անընդհատ ամենտեղ այս ժողովրդի մեջ զգաստացնող բաներ ալինում, կառավարություն, կամ աշխատեք, կամ թողեք ուրիշը գա աշխատի, սենց բաների վրա այս ժողովրդին իրար խառնելու միտումը չկա, մենք քիչ ենք, այս են վարիանտը չէ էլի, մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում, մենք մեզ ոզմերքին չենք գերադասում, չկա էլ այդ նախադասությունները մեր համար, որտև այդ արժանապատիվ ձևով մենք չկարացինք պահենք այդ նախադասությունները մենք քիչ ենք ու կորչում ենք, թողներ են հզոր բարեր ասողները, մեզ միացրեք, չգիտեմ ով պետք է միացնի, մեզ միացրեք, հին ոժդեր, թազա տղեկ կակ, իրար հետ, պայմանավորվեցեք, տեսեք ինչ եք անում, հանուց էլ եկած արժեքներ կա, թազա տղեկ կան, թազա ծրագրեր էլ ունեք, խոսացեք տենանք որնա որտեղ հասնում, թող սրանք էլ իրանց տեղն ունենան, թող սրանք էլ իրանց ասասն առաջ տանեն, վերջին հաշվով մի 10% էլ ես մարդիկ ձեն ունեն ես երկրում, չգիտեմ ճիշտ է սխալ ես 10%-ով էլ իրանք թող առաջ գնան, բայց այս վիճակից մեզ հանեք, խնդրում եմ ով կա, հանեք մեզ